Էշերիխիաներ, մանրերերի մեծ խումբ, որոնք բնակվում են մարդու և տաքարյուն կենդանիների աղիներում, կազմելով վերջիններիս միկրոֆլորային հիմնական բաղադրիչը։ Էշերիխիաները հիմնականում անվտանգ են ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների համար, սակայն դրանց մի մասը աղտածին են, երբ մարդու մոտ առաջացնում են էշերիխիոզ հիվանդությունը։ Ինչ է էշերիխիոզը, մյուս աղիքային վարակներից ինչով է տարբերվում, ինչ ախտանշաններ կան, դրանց առկայության դեպքում ինչ անել, ինչ հետևանքների կարող է հանգեցնել էշերիխիոզը, որ տարիքային խմբին է սպառնում, հարցերի պատասխանը բժշկի մոտ հաղորդաշարի եթերում տալիս է Իզմիլյան բժշկական կենտրոնի բժիշկ-մանրեաբան Հայկանուշ Աբրահամյանը։ Իզմիլյան բժշկական կենտրոնի մանրեաբանական լաբորատորիան հանդիսանում է շատ կարևոր և ժամանակակից ստորաբաժանում։ Այնտեղ կատարվում է ինֆեկցիոն բնույթի պաթոգեն մանրեների իդենտիֆիկացիան և նրանց անտիբիոտիկների նկատմամբ զգայունության որոշումը։ Որպես կենսաբանական նմուշ հանդիսանում են զանազան կենսաբանական նյութեր, դրանք են արյուն, մեզ, լեղի, լիկվոր, արտադրուկներ, բկանցքից, քթից, ականջից, աչքից և այլն։ Շատ կարևոր է ժամանակակից մանրեաբանության մեջ հետևել այն մանրերներին, որոնք ձեռք են բերել ռեզիստենտականություն, այսինքն հակամանրեային կայունություն։ Մանրեներից շատ ավելի հաճախ հանդիպող մանրեից կուզեի խոսել, դա էշերիխիա կոլին է, նույն ինքը աղիքային ցուպիկը։ Աղիքային ցուպիկը հանդիսանում է մարդու միկրոֆլորայի նորմալ անդամ, բնակիչ աղիների, բնակվում է մարդու հաստ աղիում և կատարում է բավականին մեծ դեր։ Նա պայքարում է պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ։ Էշերիխիա կոլին մասնակցում է շատ կարևոր պրոցեսներում, օրինակ որոշ վիտամինների սինթեզում, K վիտամինի, B խմբի որոշ վիտամինների սինթեզում, կարևոր դեր է խաղում միկրոբիոտայում, պայքարում է պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ։ Նա բնակություն է հաստատում նորածնի օրգանիզմում առաջին իսկ օրերից։ Սակայն ֆիզիոլոգիական վիճակի խախտման պարագաներում, նորմալ ֆիզիոլոգիական անատոմիական վիճակի խախտման պարագաներում նա ձեռք է բերում վիրուլենտություն։ Մարդու նորմալ ֆիզիոլոգիական անատոմիական վիճակում կոլին հանդիսանում է, ինչպես ասեցինք, շատ կարևոր մանր է, որը կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ, բայց ձեռք բերելով վիրուլենտություն, որին նպաստում են որոշ գործոններ, որոնցից է օրինակ ֆիբրաների ձեռքբերումը, որոշ շտամներ կապսուլավորվում են, արտադրում են էնդոտոքսին, այդ դեպքում նա կարող է հանդիսանալ շատ ծանր գործոն։ Բժշկուհի, ինչ ախտանշաններով կարող ենք տարբերել, որ գործ ունենք ըստ էության տվյալ մանրեի հետ։ Դուք ըստ երևույթին նկատի ունեք էշերիխիոզները, որոնք շատ մեծ դեր են խաղում որովայնային ինֆեկցիաների ժամանակ, նաև որոշ միզուղիների ինֆեկցիաների ժամանակ, կարելի ասել հիմնականում իրենք են հանդիսանում պատճառը միզուղիների ինֆեկցիաների, գերակշռող մասը կազմում է կոլին։ Ուրեմն էշերիխիոզների ժամանակ գաղտնի շրջան է, որի տևում է 1-ից 10 օր, որոշ դեպքերում 3-4 օր։ Սկսվում է տենդով, բարձր ջերմությունով, սակայն դա անհրաժեշտ պայման չէ։ Սրտխառնոցով, լուծով, թուլությամբ արտահայտվում է։ Տվյալ ախտանշանները պարբերական բնույթ են կրում։ 1-ից 10 օրվա ընթացքում հնարավոր է արյուն նկատել կղանքի մեջ։ Դրանք հիմնական ախտանշաններն են էշերիխիոզի։ Իսկ արդեն զարգացման փուլում, սրացման վիճակում ինչ
ախտանշանների հետ գործ ունենք եւ ինչ անդառնալի հետևանքներ կարող են ունենալ, հաշվի առնելով, որ շատ հաճախ մեր հասարակությունը աղիքային վարակների նկատմամբ, այսպես ասած, մատների արանքով են նայում, որ դե ոչինչ որոշակի, այո, ուզում եմ այսօր խոսենք այ անդառնալի հետևանքների մասին եւ որ աղիքային վարակը պակաս կարևոր եւ վտանգավոր վարակ չէ, քան օրինակ այլ վարակներ, որոնք որ տարածված են եւ որոնց մասին շատ ավելին է խոսում։ Ուրեմն վարակի ախտանշաններից մեկն է թուլություն, սկսվող թուլություն, բարձր մարմնի ջերմություն, սրտ խառնոց, սուր լուծ, մեկ-մեկ արյուն են նկատում հիվանդները։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ ըստ էության սկզբնական փուլում, բայց երբ վարակին, այսպես ասած, ուշադրություն չենք դարձնում, իսկ մեր հայկական մենթալիտետում շատ հաճախ աղիքային ցուպիկներին առհասարակ շատ մեծ կարևորություն չեն տալիս, ասում են դες ինչպես սկսվեց, այնպես էլ կվերջանա, եւ սակայն մոռանալով, որ ցանկացած վարակ ունի իր անդառնալի եւ վտանգավոր հետևանքները, ուզում այսօր խոսենք էշերիխիոզ վարակի անդառնալի հետևանքների մասին։ Շատ կարևոր են վիրուլենտ շտամները կոլի, շիգատոքսին արտադրող էշերիխիա կոլին կարող է առաջացնել արյունոտ լուծ, այդ բոլոր ախտանիշներով, որ ասացի, բարձր ջերմություն, նեյրոլոգիական երևույթներ, ցնցումներ անգամ կարող է առաջացնել։ Պաթոգեն վիրուլենտ շտամները կարող են առաջացնել հեմորագիկ կոլիտ, ուրեմիկ սինդրոմ, արյունային լուծ, կարող է բերել անեմիայի, հեմոլիտիկ անեմիայի, տրոմբոցիտոպենիայի, անդառնալի այնպիսի երևույթների, որ ախտահանելով երիկամները process-ը դառնա անվերադարձ, նույնիսկ որոշ ժամանակներում բերի մահվան։ Բժշկուհի, իսկ վարակի սկզբնաղբյուրը հիմնականում որն է։ Վարակի սկզբնաղբյուրը հանդիսանում է հիմնականում ջուրը։ Հիգիենայի խախտման դեպքում որոշ թեր լվացված մթերքները, ինչպիսին են պտուղները, բանջարեղենները, ջերմային մշակման վատ ենթարկված մսամթերքներից կարող են վարակվել, հիգիենայի պարագաներից եւ հիմնականում էլի հիգիենա, վատ լվացված ձեռքերը հիմնականում, ջրամբարները, որտեղ լողանում են, քաղցրահամ ջրամբարներում մեկ-մեկ։ Շնորհակալ եմ բժշկուհի, եթե ունեք ավելացնելու ինչ-որ բան, որով որ կնպաստենք մեր հետևորդների, առհասարակ մեր քաղաքացիների առողջ ապրելակերպին, սիրով։ Ինչ ասեմ, հետևեք ձեզ, ձեր մանուկներին, ձեր տան անդամներին, պատահական տեղ մի սնվեք եւ անձնական հիգիենան պահպանեք։ Շնորհակալ եմ բժշկուհի։ Ես եմ շնորհակալ։